Ողջունում եմ բոլորին, իմ շատ սիրելի հետևորդներին, ինչպես եք սիրելիներս, շնորհակալ եմ, որ միացել եք իմ ալիքին, շնորհակալ եմ, որ վստահում եք իմ բաղադրատոմսերին, գեղեցիկ մեկնաբանություններ եք գրում, ես դրանից ավելի ու ավելի եմ ոգևորվում եւ համեղ բաղադրատոմսեր եմ ձեզ ներկայացնում։ Այսօր հերթական համեղ կշտացնող, հագեցնող աղցան ենք պատրաստելու ոսպով, ամենահամեղներից է ու ամենահասարակներից է, մի փոքրիկ տարբերվում է մշտական բաղադրատոմսերից։ Եթե ձեզ հետաքրքրում է, մնացեք իմ հետ ու սկսենք պատրաստել։ Ինչ ենք օգտագործելու։ Նախ առաջինը սիրելիներս, ոսպը արդեն ես էփել եմ, շատ չեմ սիրում էփել, սիրում եմ, որ այն մի փոքրիկ պնդոտ է մնում, որովհետև աղցանի մեջ սիրում եմ, որ փափուկ չլինի շատ, վարունգ ենք օգտագործելու կանաչիներ, թարմ պղպեղ, կիտրոն, պաների տեսակներ է, փափուկ յուղոտ պանիր եւ չոր պարմեզան պանիր է, մի քանի հատ սովորական դդմիկ է, տապակված վիճակում, արդեն նախորդ տապակել եմ, որպեսզի տեսանյութը շատ չերկարի, լոլիկ է, մեր այգու լոլիկն է, սովորական փոքրիկ լոլիկներ են եւ համեմունքներ։ Սիրելիներս, ոսպը եփել եմ մի փոքրիկ աղով, շատ քիչ աղ եմ լցրել, որպեսզի ինքը ավելի համեղ լինի, որովհետև աղցանի մեջ շատ աղի բաներ չենք օգտագործելու, այնպես որ շատ հանգիստ կարող եք աղով եփել, մոտավորապես 15 րոպե եմ եփել, բայց դա կախված է ոսպի որակից։ Այս ոսպը շատ արագ է եփվում, եթե ես 5 րոպե էլ պահեի, ինքը սենց կբացվեր ու տգեղ տեսք կունենար։ Դուք արդեն կարող եք որոշել ապրանքանիշի որակից։ Յուրաքանչյուր ոսպի տուփի վրա իմ կարծիքով գրված է լինում, թե քանի րոպեում է եփվում։ Հիմա ինչ ենք անելու սիրելիներս, նախ վարունգ, սովորական վարունգ է, պետք է խորանարդիկների բաժանենք եւ ավելացնենք մի փոքրիկ այսպես գեղեցիկ կպահեմ, ուղղակի գեղեցկության համար։ Եթե տնական լինի, ավելի համեղ իհարկե եւ ավելի օգտակար կլինի, ես խանութից եմ ձեռք բերել։ Ամեն ինչը չէ, որ այստեղ կարող ենք տնական ունենալ։ Այսպես, խորանարդիկների հիմա կբաժանենք եւ կավելացնենք։ Սիրելիներս, ես 1 բաժակ ոսպ եմ օգտագործել, սովորական 250 գրամանոց բաժակ է, բայց բաղադրիչների չափերը դուք որոշեք, քանի որ աղցանը յուրահատուկ չափաբաժիններ չեն ունենում հիմնականում, մենք տնական ձևով, ով ինչքան որ ուզում է, որքան որ ցանկանում է, մի բաղադրիչը մի քիչ, մի բաղադրիչը մի քիչ շատ, ոչինչ չի փոխի։ Հիմա պղպեղը, քաղցր պղպեղ է, կարող եք օգտագործել ցանկացած գույնի, որը որ սիրում եք։ Մի քիչ այսպես մսոտ լավ պղպեղ ձեռք բերեք, որպեսզի համեղ ստացվի։ Կարևորը որ լինի թարմ, որակով։ Պղպեղը կտրատելուց սովորաբար ներսի կողմից են կտրում, դրսի կողմից դժվար է կտրելը եւ հնարավոր է ձեզ վնասել։ Կամ էլ սղոց դանակ օգտագործել։ Պղպեղը նույնպես խորանարդիկների են բաժանում։ Ավելացնում ենք ու խառնում ենք։ Այսպիսի աղցանները խորհուրդ եմ տալիս ընթացքում յուրաքանչյուր բաղադրիչ ավելացնելուց խառնեք, որպեսզի չափերը ձեր համար ավելի հստակ լինի, որ կողնորոշվեք, թե յուրաքանչյուր բաղադրիչից որքան պետք է ավելացնեք։ Լոլիկ եմ ավելացնում, հենց երկու մասի կբաժանեմ, որովհետև փոքրիկ լոլիկ է, բայց եթե սովորական լոլիկ լինի, կարող եք մի քանի, ոչ թե մի քանի, այլ էլի խորանարդիկների բաժանել։ Այնպես ենք անում, որ բոլոր բաղադրիչները իրար հավասար լինեն, որպեսզի շատ տարբերություն չլինի չափերի, իհարկե գեղեցկության համար է դա։ Տնական լոլիկից համեղ բան չկա, շատ համեղ է ու ընտիր։ Այ գույնը շատ կարևոր է, տեսեք որքան գեղեցիկ է։ Կրկին խառնում ենք եւ հիմա ավելացնում ենք դդմիկը։ Այս դդմիկը նույնպես տնական է։
սովորական սպիտակ տեսակի դխմիկներից է, ձուկինի չի, որ չգիտեմ հայերենով զուկինի են ասում, թե ցուկինի են ասում, ես չգիտեմ ինչ անուն են ասում, իտալերենով զուկինա ավելացնում ենք, կրկին խառնում ենք, տեսեք ինչ հրաշք աղցան է, այն կարելի է ուտել նաև որպես սովորական ճաշ, որովհետև բավականին հագեցնող, սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ։ Պանիր ենք ավելացնում, յուղոտ պանիր է, որ կարողանաք գեղեցիկ խորանարդիկների բաժանեք։ Չգիտեմ, Հայաստանում այ օրինակ մեկնաբանություններում կարող եք նշել, ինչ տեսակի պանիրներ են վաճառում յուղոտ լինելու համար։ Օրինակ ես հիշում եմ, երբ որ ես Հայաստանում էի բնակվում, շվեյցարական պանիրների լավ տեսականի կար, որ բավականին յուղոտ էին։ Բայց քիչ ենք ավելացնում, շատ պետք չէ, այստեղ մոտավորապես 100 գրամ էլ չկա երևի։ Սա էլ ենք ավելացնում մեր աղցանին։ Անմիջապես կավելացնեմ նաև պարմիզանը, քերիչով եմ անցկացնում, որովհետև պարմիզան տեսակի պանիրը աղի շատ համեղ պանիր է, իմ ամենասիրած պանիրներից է, իտալական պանիրներից, իհարկե նաև մոցարելան եմ շատ սիրում, այստեղ բավականին մեծ ընտրանիկ կա պանրի, ես օրինակ պանիր շատ եմ սիրում, ամեն ինչի մեջ կարող եմ հանգիստ օգտագործել։ Սա էլ ենք խառնում, լավ, տեսնում եք ինչ հարուստ աղցան է։ Թարմ կանաչի ենք ավելացնում, ես սա միք եմ ավելացնում, դուք կարող եք խառը, համեղ կանաչիներ ավելացնել, այնինչ ունեք տանը։ Իմ կարծիքով նման հարցերը պետք է ինքնուրույն որոշեք, թե ձեր ընտանիքի անդամները ինչպիսի կանաչի են նախընտրում, որն են շատ սիրում, դա էլ ավելացրեք։ Կես կիտրոնի հյութ, այսքանին բավական է։ Մի փոքրիկ ձեթ կանենք, ես զեյթունի ձեթ եմ օգտագործում, աղ կանենք և սև պղպեղ։ Համեմունքները ես երևի արդեն դուք ինձ լավ եք ճանաչում, ես շատ համեմունքներ չեմ օգտագործում։ Սիրում եմ, որպեսզի բաղադրիչների համն ու հոտը զգացվի։ Իսկ համեմունքները այն ծածկում եմ։ Եվ մի քիչ աղ։ Աղը իհարկե պես ճաշակի, իմ շատ սիրելի հետևորդներ և բարեկամներ, հետո կարող եք փորձել, եթե աղի էլի կարիք լինի, կարող եք ավելացնել։ Մի լավ կխառնենք, զգուշությամբ, որպեսզի բաղադրիչները գեղեցիկ տեսք ունենան և կմատուցենք։ Վերջ մեր համեղ աղցանը հագեցնող, կշտացնող, առողջարար պատրաստեք, սիրելիներս պատրաստեք, անուշարեք, ամռանը այսպիսի ուտեսներ պատրաստեք, որպես ուտելիք, որպես ճաշ, որովհետև ամեն ինչ պարունակում է իր մեջ, այնպես որ հանգիստ կարող եք օգտագործել մի փոքրիկ էլ հաց և ամեն ինչ պատրաստ է։ Սիրելիներս ձեզ հաջողություն կասեմ, մենք կտեսնենք հաջորդ տեսանյութին, շնորհակալություն եմ հայտնում, որ մնացիք իմ հետ, պատրաստում եք իմ հետ, ես կփորձեմ ձեզ կասեմ համ ինչպիսին է, դե ինչ, հաջողություն բոլորին։